մենք պետք է փաստենք առնվազն հետևյալ կարևոր խնդիրը, որ ես ասացի հենց հարցազրույցի սկզբում, նարատիվների իրար հետ չհամընկնելը չէր կարող բերել որևիցե լուծման, որը կարող ընդունել լիներ կողմերի համար, որովհետև տարբեր նարատիվներ էին։ Եվ երևի թե հայտնի Լիսաբոնյան գագաթնաժողովը, Լևոն Տեր-Պետրոսյանի ըստ էության կիրառած վետոն, նախագահողի հայտարարությունը վկայում է նրա մասին, որ իրավիճակը շատ ավելի բարդ էր, քան մենք պատկերացնում էինք։ Մենք չենք կարող հաշվի չնստել աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Ցավոք աշխարհաքաղաքական զարգացումները վերջին 20 տարիներում փոխվեցին, էապես փոխվեցին, եւ դա չգիտակցել հնարավոր չէր։ Եվս մեկ անգամ պետք է վերադառնամ այն հարցին, թե մեր քաղաքացիները ինչպես են գնահատելու այս գործընթացը։ Իմ կարծիքով, երբ որ բոլոր բանակցային փաստաթղթերը բացեն դրած են սեղանի շուրջ, տարբեր մեկնաբանություններ կարող են արվել, տարբեր կարծիքներ կարող են հնչել, առնվազն չեն կարող հերքել այն, որ եղել են տարբերակներ, որոնք խոսել են Մեղրիի փոխանակման մասին, Մեղրիի փոխանակում նշանակում էր Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի, որպես այդպեսին վերացում, բայց նույնիսկ այդ պարագայում մենք չենք ունեցել ընդունելի լուծում։